Եվ հիմա փորձում ենք տեսակապով ուղիղ միանալ միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանին, պարոն Բալասանյան, բարի երեկո, շնորհակալություն, որ միացել եք, ինձ հուշում են, որ կապի որակն այնքան էլ լավ չէ, տեսնենք ինչպես կստացվի։ Շնորհակալություն։ Շատ լավ, պարոն Բալասանյան, ձեր մասնագիտական, այսպես կարող ենք ասել, թեման է խաղաղության խորհուրդ, ինչ է սա նշանակում, ինչի համար է, ինչու է Հայաստանին սա պետք, ինչու է Հայաստանը այնտեղ, թեև ավելի վաղ տեղեկություն չկար այն մասին, որ Փաշինյանը մեկնելու է Դավոս, բայց հետո տնտեսական ֆորումին չմեկնեց մասնակցելու, բայց մեկնեց մասնակցելու այս Միացյալ Նահանգների նախագահի կազմակերպած միջոցառմանը, այսպես ասենք, եւ նախաձեռնած խաղաղության խորհրդին մասնակցելու համար մեկնեց։ Հայաստանը հարկադրված էր մեկնել եւ մասնակցել Թրամփի նախաձեռնությանը, հաշվի առնելով վերջին շրջանում սերտացած եւ փոխկապակցված հայ-ամերիկյան հարաբերությունները։ Ես այստեղ մի բան եմ ուզում ընդգծել, այնպեսի տպավորություն է ուղղակի, որ փորձ է արվում ցույց տալ, թե Հայաստանը շարունակում է վարել բազմավեկտոր քաղաքականություն, բայց իրականում ամենակիչը սա ըստեյության Հայաստանին է պետք։ Տեսեք, կրոնական ազատությունների ալյանս, Հայաստանը շտապեց միանալ, չնայած դա մեզ ըստեյության ոչինչ չտվեց, լարեց հարաբերությունները Չինաստանի հետ։ Հիմա էլ խաղաղության խորհուրդ։ Սա պետք է Տրամփը իր համար ՄԱԿ-ին այլընտրանք կառույց է ստեղծում։ Բայց սա ինչ է տալու Հայաստանին մեծ հաշվով հայտնի չի եւ պարզել չի։ Եվ դրան գումարած, իսկ այդ 1 միլիարդը Հայաստանը վճարելու է, թե չի վճարելու վերջապես այդ անդամակցության համար։ Ասում են այն երկրներ, ովքեր կուզենան 3 տարով անդամակցել, նոր դրան կվճարեն այդ 1 միլիարդ։ Իսկ Հայաստանից հայտարարությունը չէ, թե Հայաստանը քանի տարով է առասարակ ցանկանում մաս կազմել այդ խաղաղության խորհրդին։ Եվ ինչ ենք մենք այնտեղ անելու եւ ինչ է դա տալու Հայաստանին։ Սա պարզ չէ։ Ուղղակի նորից եմ կրկնում, առիթը բաց չեմ թողում ինչ որ նման խորհուրդներում, ալյանսներում լինել, ցույց տալու համար, որ տեսեք Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր անվտանգությունը եւ ինչքան տենց ճոխ երկրների հետ մի շարք նստած լինեն, այնքան մենք ավելի անվտանգ կլինենք եւ նրանց ներկայությամբ Ալիևը կքաշվի Հայաստանի նկատմամբ ինչ որ քայլեր անելուց կամ ոտնձգություններ իրականացնելուց։ Ես միայն ասվածին ավելացնեմ, որ 1 միլիարդ դոլարը Հայաստանի այս տարվա բյուջետային ծախսերի մոտ 10%-ից քիչ ավելին է, 10.5%-ն է։ Մի ուրիշ տեսանկյունից էլ փորձենք մոտենալ այս հարցին։ Թրամփի նախաձեռնած այս խաղաղության խորհուրդը կարող ենք ասել մի քիչ ավելի շատ սրեց Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հարաբերությունները, դրանք իհարկե այլ պատճառներ ունեին սրվելու, բայց այստեղ ամեն ինչ մի քիչ ավելի ընդգծված երևաց, թե ինչ է կատարվում երկու կողմերի հարաբերություններում, եթե ընդհանուր դիտարկենք Եվրամիությունը, Եվրամիության շատ երկրներ հրաժարվեցին անգամ մասնակցել խաղաղության խորհրդին, հարցը հետեւյալն է։ Գիտենք, որ Հայաստանը եվրաձգտումներ նույնպես ունի, փաշինյանական կառավարությունը նաև Եվրամիության հետ հարաբերություններն է սերտացնում, վերջին մի քանի համաձայնությունների մասին հայտնի դարձավ, նաև ֆինանսական հատկացումների։ Հիմա Փաշինյանի մասնակցությունը Միացյալ Նահանգների նախաձեռնեց այս խորհրդին, չեն կարող խնդրահարույց ընկալել Եվրամիությունում։ Գիտեք, այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ երբեք ոչ ոք լուրջ չի ընդունել, որ Հայաստանը կարող է դառնալ Եվրոպական միության անդամ երկիր։ Եվ այդ օրենքի նախաձեռնողները իրենք էլ լուրջ չեն վերաբերվել այս ամեն ինչին, հիշենք Փաշինյանի խոսքերը պարբերաբար կրկնող, մենք այնքան կինտեգրվենք Եվրոպական միության, ինչքան բավարար կհամարենք, մենք դեռ գնում ենք Եվրոպական միություն, բայց դե տեսնենք։ Ես ոչինչ չեմ բացառում, եթե պետք լինի, Փաշինյանը օրինակ կարող է հայտարարել, որ այդ դժգույն Եվրոպական միության մեջ մենք ոչինչ չունենք անելու եւ լավ էր այդ խաղաղության խորհրդին մասնակցել։ Իհարկե բացառված չի։ Գիտեք, առանց իզմի քաղաքականություն վարող ուրեմն սուբյեկտներից կարելի է ամեն ինչ սպասել, ասինքն չկա ոչ մի սկզբունք, չկա ոչ մի այսպես կարմիր գիծ, հետեւաբար ամեն ինչ էլ կարող է լինել այստեղ։ Պարոն Բալասանյան, Դավոսից եւս մեկ այց, մի կողմից Երևանում գովեստի խոսքեր էին շռայլվում Փաշինյանին, հաշվի առնելով Թրամփի կողքին նստած լուսանկարները, Թրամփի հետ լուսանկարները, մյուս կողմից, այսինքն դրական ֆոն էր ամեն դեպքում փորձում ստեղծվել։ Մյուս կողմից տեսնում ենք, որ Թրամփը Հայաստանի տարածքը քննարկում է, Հայաստանի տարածքին առնչվող ենթակառուցվածքը քննարկում է
է թրիփը Զանգեզուրի միջանցք կոչված է, ինչպես Ալիևն է սիրում ասել, քննարկում է Ալիևի հետ, այսինքն տեղի է ունենում Թրամփ-Ալիև երկկողմ հանդիպում, բայց Փաշինյանի հետ հանդիպում չտեսանք այդպես էլ, ընդ որում Ալիևի հետ նույնպես Ալիև-Փաշինյան հանդիպում էլ չեղավ, գործընկերս Արտուրը նշեց, որ Հայաստանի հետ պարզապես քննարկելու բան չկար, թեմա չկար, այդպես եք կարծում, ինչու չեղավ օրինակ եռակողմ հանդիպում ըստ ձեզ։ Գիտեք, պատմությունը ի տարբերություն շատ այլ գիտությունների կրկնվելու հատկություն ունի։ Նման բան ես հիշում եմ դեռ հեռավոր 1878 թվականին տեղի ունեցավ, երբ Մեծ Բրիտանիան ձգտելով վերցնել Կիպրոսը, միաժամանակ սկսեց այն վաճառել եւ ռուսներին եւ թուրքերին։ Ռուսները պայմանավորվեցին, որ հայկական հարցը միասին պիտի բարձրացնեն, թուրքերին էլ ասեցին մեզ տվեք Կիպրոսը, որ հանկարծ մենք չթողենք, որպեսզի ռուսները բարձրացնեն հայկական հարցը, բայց մինչ այդ արդեն ռուսների հետ իրենք պայմանավորվել են։ Հիմա եթե վերադառնանք Թրիփին, ակնհայտ է մի բան։ Թրամփը վերցրել է 74%-ը, հիմա դա թանկ վաճառում է ադրբեջանցիներին։ Հայաստանը էլ ոչինչ չկա քննարկելու, որովհետև Հայաստանը 26%-ով բավարարվել է։ Եվ զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր ասենք օրինակ Թրիփի 26%-ը համեմատում են Հրազդանի ջեկի հետ։ Դա մի քիչ անհամեմատելի բաներ են, բայց հիմա մարդիկ այդպես են կարծում։ Հայաստանը չկա ոչ իման այլևս քննարկելու։ Իսկ ինքը Ադրբեջանին կվաճառի 74%, հիմա դրա մեջ կմտնեն ադրբեջանական ընկերություններ, դրա մեջ կմտնեն պակիստանյան ընկերություններ, թուրքական ընկերություններ, դա արդեն Հայաստանի խնդիրը չի, դա Թրամփը ում ուզի, դա կվաճառի 74%-ը։ Դրա համար էլ Հայաստանի հետ ոչինչ չկա այլևս քննարկելու, եւ այս հարցով համաձայն եմ իմ գործընկերոջ հետ։ Պարոն Բալասանյան, առաջարկում եմ միանանք Մոսկվայի մեր խմբագրություն Հայկ Խալաթյանին, Հայկը հուշում է, որ հարց ունի։ Ողջունում եմ։ Այսպեսի հարց, տեսեք, ռուսական կողմը շատ մի կողմից այդքան է կոշ չի արձագանքել հաշվառնելով ռուս-ամերիկյան բանակցությունները, բայց արդեն 3 հարց է հնչեցել, որոնց պատասխանը դեռ չենք ստացել։ Մեկը նա հիշեցել է, որ Հայաստանի սահմանը դա ԵԱՏՄ-ի սահմանն է եւ անհասկանալի է ոնց է Հայաստանը տարբեր զիջումների գնալու այդ հարցում, նկատունելու ավելի հեշտացված կարգ եւ այլն։ Երկրորդը Հարավկովկասյան երկաթգծի մասին է հիշեցել, որ երկաթգծի հետ կապված կոնցեսիան իրենն է, եւ ռուս սահմանապանների մասին Սյունիքում, որոնց տարածքով պետք է անցնի, որոնց գործունեության տարածքով պետք է անցնի հենց երկաթգիծը։ Դեռ պատասխան չեն ստացել։ Մյուս կողմից Պարսկաստանը մենք տեսնում ենք կոշտ հայտարարություններ են հնչում։ Այս պայմաններում ձեր կարծիքով ինչպես են Մոսկվան եւ Թեհրանը արձագանքելու եւ այս պայմանավորությունները ինչ խնդիրներ կարող են ստեղծել աշխարհակական։ Շնորհակալություն հարցի համար։ Տեսեք, Մոսկվան նախ սկզբից չափից ավելի այսպես հանգիստ ընդունեց Թրիփի գաղափարը եւ շատ փորձագետներ այդ թվում նաեւ ինձ մոտ այդպեսի կարծիք է ձևավորվել, որ ամեն դեպքում Մոսկվան այս կամ այն կերպ մասնակցելու է դրան։ Եթե Մոսկվան չի մասնակցում դրան, ապա ձեր նշած հարցերը ինքնաբերաբար առաջ են գալիս եւ դրվում են շատ սուր կերպով։ Մյուս կողմից Հայաստանի իշխանությունները սկսել են քայլեր իրականացնել ռուս սահմանապահներին փաստի առաջ կանգնեցնելու համար։ Օրինակ իմ ունեցած տեղեկություններով Ախուրիկի հատվածում հատուկ գրությունով խնդրվել է ռուս սահմանապահներին դուրս գալ այդ հատվածից, որպեսզի Գյումրի-Կարս երկաթգծի աշխատանքներին չխոչընդոտեն եւ նաեւ չխոչընդոտեն հայ-թուրքական հարաբերությունների բարելավման։ Հիմա ես չեմ բացառում, որ նմանատիպ գրություն կգնա օրինակ Նախիջևանի հատվածում կանգնած ռուս սահմանապահներին, խնդրելով ինչ որ մի հատվածից դուրս գալ։ Բայց այստեղ երկրորդ հարցը շատ ավելի կարևոր է, երկաթգծի հարցը։ Այսինքն այնպես չի ստացվում, որ Ռուսաստանը վերականգնի երկաթգծը եւ դա հանձնի Թրամփին եւ Թրիփին, ինքն էլ կողքից դիտողի դերում լինի կամ իրեն հեռացնեն տարածաշրջանից։ Իսկ ԵԱՏՄ-ը այս անհամատեղելիության մասին բազմիցս է ասվել եւ վերջերս էլ Ռուսաստանի արտգործնախարարը այդ մասին հստակ նշեց։ Այնպես որ կարծում եմ ինչ որ մի փուլում կամ Ռուսաստանը մասնակից կդառնա Թրիփին, Թրամփի ունեցած 74%-ի մասնաբաժնում կամ Թրիփը ուղղակի չի լինի հաշվի առնելով այն աշխարհակահական իրավիճակը, որ կարող է ցանկացած պահի ստեղծվել Իրանի շուրջ եւ Թրիփը կդրվի երկրորդական, երրորդական պլան։ Եվ պարոն Բալասանյան, հիմա արդեն հարց ուղղելու իրավունքը Տիգրան Քոչարյանինն է։
Գրիգոր, ողջույն, ես կարծացի քո գրառումը Գրենլանդիայի հետ կապված, արդյոք այն ինչ կատարում է Գրենլանդիայի հետ, դա եւ Թրամփի այդ մոտեցումը, որ ինքը ասում է, հետո ինչ որ Գրենլանդիան Դանիայինն է, եթե հիմնվում ենք, որ դանիական նավակ է առաջին հասել ափերին, մեր նավակներն են շատ տարբեր տեղեր հասել, արդյոք սա կոպիտ ասած միջազգային իրավունքի վերջնական ուղարկավորությունը չի եւ սա ցույց է տալիս, որ այսուհետ պատմական փաստեր, միջազգային իրավունքով հիմնված սահմաններ եւ այլն այլևս չեն աշխատելու եւ ով ուժեղ է հասցրել է անի ինչ որ անում է։ Քո կարծիքով աշխարհի նոր աշխարհակարգ է ձևավորվում, նոր քաոս է լինելու։ Ես կարծում եմ Թրամփի հայտարարություններով ըստ էության դրեց միջազգային իրավունքի վերջին քարը, բայց այստեղ ավելի երեսպաշտ վերաբերմունք է ցույց տալիս Եվրոպական միությունը, երբ փորձում է համոզել միջազգային հանրությանը, թե ինչու է Թրամփը ցանկանում գրավել Գրենլանդիան, որպեսզի պաշտպանի Ծայրհյուսիսը ռուսական հարձակումներից։ Սա ուղղակի ծիծաղելի է ըստ էության, թե ինչպիսի հոգու հանգստությամբ են մարդիկ ոտնահարում միջազգային իրավունքը, թե ինչպես են նրանք ցույց տալիս, թե ինչպես պետք չէ վարել դիվանագիտություն եւ ցույց տալիս, որ այդ կառույցի դեմս եւ ԵՄ-ի հույս դնել առհասարակ պետք չէ։ Իսկ Թրամփը անում է այն, ինչ ինքը ցանկանում է եւ այդ ուրեմն խաղաղության խորհուրդը, որ նա ստեղծեց ըստ էության հակակշիռ մակի, իր համար առանձին մակ է ստեղծում եւ ուժեղ է նա, ով ճիշտ է սկզբունքը ցավոք սրտի մտնում է միջազգային հարաբերություններ, բայց սա երկու ծայր ունի։ Այն պետությունը, ով մասնակցում էր խաղաղության խորհրդին դեմս Ադրբեջանի, շատ լավ պետք է հասկանա, որ եթե ինչ որ մի բան կարելի է Միացյալ Նահանգներին Գրենլանդիայի հետ կապված, Ռուսաստանի Ղրիմի եւ այլն, նշանակում է ինչ որ մի X բայի Ադրբեջանում իրավիճակի փոփոխության պարագայում, Արցախի հարցը եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը դրվելու է շատ մեծ հարցականի տակ, եթե Հայաստանը ունենա այնքան ներուժ եւ հնարավորություն եւ միջազգային հեղինակություն, որ կարող է ցանկացած բային հարց բարձրացնել նաեւ Արցախի հետ կապված։ Այսինքն այստեղ մենք արդեն դադարում ենք խոսել միջազգային իրավունք, տարածքային ամբողջականություն։ Ուժեղանալով ճիշտ է, նշանակում է պետք է ուժեղանալ, այլ տարբերակ չկա։ Պարոն Բալասանյան, նաև ցանկանում եմ հարցնել Հայաստան-Ադրբեջան ընդհանուր էներգետիկ համակարգի մասին։ Նիկոլ Փաշինյանն այս շաբաթ հայտարարեց. Դուք սա տեսնում եք որպես հնարավորություն, թե ռիսկ հաշվի առնելով անցյալում տեղի ունեցած է, հաշվի առնելով պատմությունը, որին դուք երբեմն հղումներ եք անում նաև։ Սա շատ մեծ ռիսկ է իրականում Հայաստանի եւ Ադրբեջանի նույն էներգոհամակարգի մեջ ներառելը։ Քանզի Հայաստանը ունի էներգոհամակարգի հետ կապված պայմանագրեր Իրանի հետ, ունի Վրաստանի հետ եւ Ռուսաստանի հետ եւ Ադրբեջանը ոչ մի կերպ չի տեղավորվում այդ էներգոհամակարգերի մեջ։ Հետեւաբար, եթե Հայաստանն ու Ադրբեջանը միանում են նույն էներգոհամակարգին, հաշվի առնելով Ադրբեջանի հնարավորությունները, ըստ էության մենք տալիս ենք նրա ձեռքը գործիք ցանկացած բայ Հայաստանը օսանքազրկելու հետ կապված։ Բացի այդ, տևական ժամանակ մենք հոսանք ենք արտահանել Թուրքիա եւ Թուրքիան մեզնից է գնել այդ հոսանքը, հաշվի առնելով մեծամորյա ատոմակայանի փաստը։ Իսկ եթե Ադրբեջանը եւ Հայաստանը միացնում են նույն էներգոհամակարգին, արդյոք կասկածի տակ այլևս չի դրվում մեծամորյա ատոմակայանի գոյության իմաստը, եթե օրինակ որոշ շրջանակներ նաեւ Հայաստանում կարող են ասել, դե մենք էժան մազութ կբերենք կամ էժան էլեկտրաէներգիա հենց Ադրբեջանից կբերենք, էլ ինչու ենք մենք ատոմակայանը վերականգնում կամ նոր էներգաբլոկ կառուցում, դրանով իրականացնելով թուրք-ադրբեջանական տանդեմի վաղեմի երազանքը։ Սրա տակ շատ լուրջ վտանգ է թաքնված եւ այստեղ խնդիրը նորից եմ կրկնում զուտ էներգոհամակարգը չի։ Այստեղ խնդիրը դրված է Հայաստանին զրկել էներգետիկ ինքնավարությունից եւ Հայաստանին մեկընդմիշտ գցել կախվածությունից, նաեւ էներգետիկ կախվածությունից Թուրքիայից եւ Ադրբեջանից եւ ցանկացած բայ Ադրբեջանը կարողանա ըստ էության Հայաստանում բլեքաուտ իրականացնել ամբողջությամբ անջատելով բոլոր կենսահամակարգերը եւ ծնկի բերելով Հայաստանին վերջնականապես։ Սա է ադրբեջան-թուրքական տանդեմի գլխավոր ծրագիրը։ Միջազգային հարաբերությունների վերաբերյալ այս շաբաթ հնչած եւս մեկ դիտարկում, մեկնաբանություն, որին խնդրում եմ ձեր արձագանքը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Հական Ֆիդանի վերջին հայտարարությունը Հայաստանում ընտրությունների եւ Նիկոլ Փաշինյանի մասին գնահատեց որպես
բացառեց, հերքեց, թե դա միջամտություն է Հայաստանի ներքին գործերին եւ ոչ միայն Ֆիդանի հայտարարությունը, նաեւ Եվրամիության եւ այլ, ասած ճաշակի հարց է, ով ինչպես կնայի դրան, իսկապես ճաշակի հարց է սա, թե ամեն դեպքում, եթե անգամ ելնենք ամենափաշինյանական դիրքորոշումից, որ սա որևէ կերպ աջակցություն չէր Նիկոլ Փաշինյանին, ամեն դեպքում Հայաստանում ընտրությունների մասին խոսելը եւ այն ինչ իրենց Թուրքիային է պետք շեշտելը որևէ կերպ միջամտություն է ձեզ Հայաստանի ներքին գործերին։ Դեք ես համաձայն եմ Արադ Միրզոյանի հետ, դա ճաշակի հարց է։ Բայց ժամանակին չգիտես ինչու Թուրքիայում այդ ճաշակը ձևավորված չէր վերջին 35 տարում, եւ թուրքական ոչ մի կառավարություն այսպես չէր տրվում ճաշակին եւ Հայաստանի ընտրությունների հետ կապված նման հայտարարություններ չէր անում։ Իսկ եթե ավելի լուրջ խոսենք, դրանից բացի այդ Հայաստանի ներքին գործերի միջամտություն ուղղակիորեն հնարավոր չի։ Մոլդովայի սցենար է սպառնում Եվրոպական միությունը, բայց մենք պայքարում ենք ռուսական հիբրիդային պատերազմի դեմ, Հայաստանի իշխանությունների վերարտադրմանն է ձգտում Հական Ֆիդանը եւ ողջ թուրքական վերնախավը, բայց մենք չգիտես ինչու դա ներկայացնում ենք, որ ինքը ոչի ասե անձնապես այդ ինչ մարդուն եմ աջակցում։ Նա ուղղակի խոսել է ուրեմն Հայաստանում ընտրությունների մասին։ Եթե Հական Ֆիդանը խոսեր Արարատյան դաշտում բերքատվության ավելացման մասին, օրինակ Ծիրանի եւ այդ հարցում թուրք-հայկական հնարավոր համագործակցության մասին, մենք դա կխոսենք ուղղակի ճաշակ եւ կասենք դե մարդը մի կարծիք հայտնել է։ Բայց ընտրություններից ուրեմն 140 օր առաջ նման հայտարարություն անելը դա շատ մեծ երևակայություն է պետք, որպեսզի փորձես հիմնավորել եւ ապացուցել, որ Ֆիդանի ասածը առհասարակ կապ չուներ Հայաստանի ընտրությունների ընտրական գործընթացների։ Ես առաջարկում եմ հիշենք, որ նաև հենց Արարատ Միրզոյանն էր Թուրքիայում Անտալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ թուրք լրագրողներին հարցազրույցի ժամանակ նշել ընտրություններում Հայաստանում սպասվող ընտրությունների մասին հարցին ի պատասխան եւ Փաշինյանի հնարավոր վերընտրության կամ տապալման մասին հարցին ի պատասխան հենց թուրք լրագրողներ նաև ընդգծել ինչ կլինի, եթե Նիկոլ Փաշինյանը չհաղթի սպասվող ընտրություններում Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան գործընթացների հետ։ Միրզոյանը նշել էր, որ ոչ ոք հավերժ չէ, ոչինչ հավերժ չէ եւ եթե առաջընթաց չլինի Հայաստան-Թուրքիա կամ Հայաստան-Ադրբեջան թրեքերում, ապա կարող են նաեւ Հայաստանի քաղաքացիները հարցեր ունենալ Փաշինյանին եւ չընտրել Նիկոլ Փաշինյանին։ Ես հիմա շատ ուղիղ չեմ մեջբերում, բայց բովանդակությունը վստահեցնում եմ սա էր։ Պարոն Բալասանյան, մի քանի անգամ ընդ որում Alpha News-ի եթերում մենք հիշել ենք հենց ուղիղ ձևակերպմամբ ցուցադրել ենք Արարատ Միրզոյանի խոսքի այս հատվածը, նաեւ իրական Թուրքիա նախագծով ենք ցուցադրել։ Պարոն Բալասանյան, սա ըստ ձեզ օգնության խնդրանք էր։ Գիտեք, դիվանագիտական բանակցությունների եւ առհասարակ դիվանագիտական խոսքի մեջ պետք չէ բառերն ուղիղ կերպ ասել եւ պետք չէ ուրեմն ամեն ինչ բացահայտ կերպով ասել, բայց եթե դու Թուրքիայում խոսում ես ընտրությունների մասին եւ ինչ որ տեսակետներ ես առաջ քաշում, ապա համենայն դեպս անկախ քեզանից եւ անգամ եթե դա չես ուզում, ցույց ես տալիս, որ այս թեման կարող է լինել հայ-թուրքական հարաբերությունների օրակարգում կամ այս թեմայի հետ կապված պետք է կամ արժի մտածել։ Իսկ ինչ վերաբերում է թե նրանք ասել են ամեն օր մի բան են ասում ըստ էության եւ անգամ 2 օր առաջ ասվածը շատ դժվար է հաստատել եւ այդ հերկումները, որոնք այդպես մեծ համառությամբ արվում են, ես վստահ եմ որոշ ժամանակ անց դա էլ է հերկվելու, որ մենք դες նման բան չենք ասել եւ այլն եւ այլն։ Իսկ ինչ վերաբերում է առհասարակ Հայաստանի ընտրությունների ապագային, Հայաստանի ընտրությունների վրա շատ լուրջ խաղադրույք է դրված աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից, քանզի սա միայն Հայաստանի ընտրություն չի։ Սա ընտրություն է փակ սահման Իրանի հետ ունենալու, սա ընտրություն է հայոց ցեղասպանությունը ուրանալու, սա ընտրություն է Արցախի հարցը վերջնականապես թաղելու, սա ընտրություն է Արցախը վերադարձնելու, սա ընտրություն է ազգային պատիվը եւ ուրեմն արժանապատվությունը վերականգնելու միջև։ Այս թեմաներն են, հետևաբար ընտրություններից առաջ ցանկացած հայտարարություններ արվելու են եւ ցանկացած դիֆերանտներ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններին ուղղվելու են։ Դուք չզարմանաք, որ ընտրություններից ասենք մի քանի օր առաջ այնպիսի հայտարարություններ արվեն ուղղված աշխարհաքաղաքական այնպիսի կենտրոնների, ում ներկայումս մեղադրում են Հայաստանի ընտրություններին միջամտելու մեջ։ Պարոն Բալասանյան, հիմա Հայաստանում ընտրությունների վերաբերյալ խոսելիս շատ է նաև խոսվում նրա մասին, որ Հայաստանում քաղաքացիները, ընտրողները ամեն դեպքում Թուրքիայով այդքան էլ հետաքրքրված չեն, թուրքական միջամտությունը այդքան էլ ֆակտոր չի կարող լինել, այլ հարցեր են հուզում Հայաստանի քաղաքացիներին։ Թուրքիայի հնարավոր միջամտությունը
միջամտություն, այսպես ձևակերպենք, Հայաստանում ընտրություններին, Թուրքիայի հնարավոր ֆակտորը Հայաստանի վրա, Թուրքիայի հնարավոր ճնշումները Հայաստանի վրա, դուք ըստ ձեզ Հայաստանի քաղաքացու համար կարևոր է, թե Գիտեք, քանի դեռ Թուրքիայի արտաքին քաղաքականության հայեցակարգերում եւ ազգային անվտանգության հայեցակարգերում Հայաստանը շարունակում է դիտարկվել իբրև թշնամի պետություն եւ Հայաստանի կապիտուլյացիան կամ ոչնչացումը Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են համարում ստրատեգիական կենտրոններում աշխատողները։ Պարոն Բալասանյան, ներողություն եմ խնդրում ընդհատելու համար, բայց հենց այստեղ ձեր խոսքի հենց այս հատվածում ուզում եմ հիշել, որ այս շաբաթ հրապարակված արտաքին հետախուզության Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության 2026 թվականին Հայաստանի հնարավոր ռիսկերի վերաբերյալ զեկույցում Թուրքիան որպես հնարավոր ռիսկ ընդհանրապես նշված չէր։ Դե գիտեք, ես չգիտեմ որտեղ է գրվել այդ զեկույցը, ովքեր են եղել այդ զեկույցի հեղինակները կամ համահեղինակները, քանզի այն մարդիկ էլ այդ ղեկավար կազմել այդքան մեծ փորձ չունի միգուցե արտաքին հետախուզական ծառայության մեջ եւ նրանց համար միգուցե Թուրքիայի դիտարկումը, որ զրոյական են գնահատում կամ շատ քիչ են գնահատում թուրքական կողմից սպառնալիքը, ես այդքան լուրջ չեմ ընդունի։ Անգամ անդրադարձ չկար։ Ես խոսում եմ այն մասին, ինչ որ կա գրած Թուրքիայի ազգային անվտանգության ռազմավարություններում։ Եթե Թուրքիայի ազգային անվտանգության ռազմավարություններում հանվել է Հայաստանի վերաբերող դրույթը, թող հրապարակեն։ Մենք էլ տեսնենք, որ հանվել է, ասենք դե ապրի Թուրքիան գնում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման։ Քանի դեռ դա չկա, հակառակը պնդել մենք ըստ էության իրավունք չունենք։ Պարոն Բալասանյան, շնորհակալ ենք հարցազրույցի համար։